Ողջույն սիրելի ունկնդիրներ, Արեգալուստ Պարզից Պարզ Պոդքաստ։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտեմ Զաքարյանը, եւ մեզ այսօր յուրահատկել Սամսոն Ավետյան։ Այսօր փորձենք հարցերով հասկանալ Սամսոնը ինչով է զբաղվում, ընդհանրապես ասած մի քանի տեղ մեր ճանապարհները խաչում են, օրինակ ամերիկյան համալսարանում, ինչպես նաեւ Սամսոնն էլ լավ ոդկասթներ վարում կամ շուրահաղորդումներ տեսնում են բարբերաբար։ Սամսոն ջան, երևի սկսենք նրանից դու դե չեմ սխալվում Հայաստանում չես մեծացել, ճիշտ է։ Այո։ Ոնց հայտնվեցիր, ինչը քեզ բերեց, ինչ է Իրանում։ Դե Երևանում եմ ծնվել, Տերյանի այն հիմա մի հատ բան կա, Գարեջանոց Տերյանի վրա ոնց է դրանը, դրա դեմի շնոր շենքերի բաներ, Տերյան 14-ը եթե չեմ սխալվում եմ ժամանակ, հիմա էլ կարող է կա։ Պավլաներ, Պավլաների դեմի բաները, հին շենք, հին տներն էին։ Կինո պիոներ էր կոչվում այն ժամանակ։ Պիոները Պավլաներն են։ Հենց այդ դրա դիմացի տներն էին։ Ինչ, թաղը ոնց էր կոչվում, քանդեցին, չգիտեմ, սարքեցին։ Այդ չեմ հիշում, տենց 92 մինչև 92-ը, հետո 92-ից Շվեդիա 16 տարի սկզբից Գոթենբուրգ ուսում, չգիտեմ, գիմնազիա, հետո 2005-ից Շվեդիա, բան, Ստոկհոլմ, Վոլվոյի քաղաքը։ Հետո Ստոկհոլմի 3 տարի consulting, հետո 2 տարի Բոստոն, Հարվարդ ու հետո վերադարձա Հայաստան։ Շվեդիա ոնց էր հայտնվել, ինչ կար։ Դե ընտանիքս տարավ։ Փոքր այն ժամանակ։ Հարվարդ ոնց գնացիր, որտեղ Շվեդիայում լավ համալսարաններ կան, չէ՞։ Լում քաղաք։ Դե մի երկու բան այնտեղ երկու համալսարան ընդ գնացի։ Հետո տենց 2004-ին ստացվեց մի հատ Ստենֆորդ գնալ մի հատ այնա ոնց է, ու այդ 4-ին էր, որոշեցի, որ MBA պետք է արվի, sense միտեղ, որտեղ տենց ահավոր բաներ էլի, տպավորիչ տեղ էր։ Sense մի քանի տեղ դիմեցի, ու Հարվարդը մեկն էր, որ ընդունվեց, նա մի երկու հատ եկար, բայց որոշեցի Հարվարդ գնալ էլի։ Ու Հարվարդից հետո տեղափոխվեցի Երևան։ Չես մնացել։ Չէ։ Որոշեցի տեղափոխվել ստեղ։ Ես էլ 5 տարի Ամերիկա ապրելուց հետո ուսանող ժամանակներս վերադարձա, ինձ հետաքրքիր քո պատճառը ինչու դու որոշեցի վերադառնալ։ Դե մի բանը այն էր, որ այն ինչ որ ուզում էի անեի, ներդրումային ոլորտի հետ կապված, մոտավորապես գուցե ինչ որ չափով նման է այդ ֆոնդերին, hedge ֆոնդերին, ու այդ կարողանում ես տեղից անել Երևանից։ Այսինքն էլի միջազգային ներդրողներ, էլի միջազգային շուկաներ։ Այդ մի պատճառն էր։ Երկրորդ պատճառը դե կյանքի որակը ստեղ ավելի բարձր էր, այսինքն կարիերայի բանը։ Ես խնդրում եմ այդ կրկնես էլի, լիքը մարդ դրան շատ սկեպտիկ է վերաբերվում, որ կյանքի որակը ավելի լավն է ստեղ։ Դե ստրեսը իհարկե ավելի բարձր է Հայաստանում։ Դե զարգացող երկիր է, ստրեսը բարձր է, պլյուս աշխարհակաղակական եւ այլն, այնպես խնդիրները շատ են։ Բայց ստրեսը ավելի բարձր է։ Ես կարծում եմ ավելի դանդաղ է։ Չէ, օրինակ ես երբ է 21-ին էի վերադարձել, չգիտեմ, չէ, եղել մի 10 տարի Շվեդիա, վերադարձան մի 2 շաբաթ մնացի, եղբայրս այնտեղ սովորում, իմ աշխատում։ Վերադարձա Շվեդիա, տենց մի շաբաթ մնում ես ու սենց որ Հայաստանում սենց ամեն ինչ, չգիտեմ, ինչա կատարվում, ինձ սենց բանա, որ ինձ հետ թողեք գնամ Հայաստան, էլի, ես չեմ կարող Հայաստան մնամ, այնքան ամեն ինչ լավ է, այնքան ամեն ինչ որակով է, այնքան ամեն ինչ բոլորը անում են այն ինչ որ պետք է անեն ու այդ ամեն ինչ անում են շատ լավ որակով, բայց ծանրալի է ուղղակի դարձնում ամեն ինչը։ Ինչ որ մասով է կապված է իմ, չգիտեմ, ոնց է տեն ստացվել, ես ասենք թե Հայաստանը տենց անկախ չի եղել, էլի դարերով շարունակ ու ուզում ես ինչ որ չափով դու էլ մասնակցես դրան, որ լավ լինի, չգիտեմ, չեմ ուզում շատ բան հնչի, բայց ուզում ես տեղ լինես, որ քո ինչ որ բանը օգտակար լինի գուցե։ Ինչ որ մատ լումա, այսինքն դուրսը կյանքի տենց նպատակը ավելի շատ կարիերա, քո քեզ, չգիտեմ, փող, կարիերա եւ այլն, ստեղ մի քիչ այդ նպատակը գուցե ավելի նաեւ Հայաստանի հետ է կապված լինում։ Ստեղ ինչ որ չափով ուրախանում ես, ասես մի հատ ծառցն տնգեցին կամ չգիտեմ ինչ արեցին, ուրախանում ես այդ մասը չկան, դե։ Իսկ կյանքի որակը լավ ստրեսը էլ մի կողմ։ Դե կյանքի ինչը բնությունը դե քոննա, էլի, սենց ասեմ, քոննա։ Այս երկիրը քոննա իր ասաղ լավ, ասենք հանրությունը երկիրը քոննա, ասենք դա իր ասաղ պլյուս մինուսներով, ստրեսներով եւ առանց ստրեսների։ Շատ լավ, իսկ վերադարձար երբ? 2010-ին։ 10-ին։ Այո։ Արդեն 15 տարի է։ 15 տարի, այն ժամանակ տենց
լույսը կար, բան sense այնտեղ դրանով ենք նաև ներգրաված, այս սախտաղեքին, որ հիմա ստարտափները ման են անում, այնտեղ ենք ծանոթացել մեծ մասը։ Լույսը այդ հիմնադրամը, Հիմնադրամը, այո։ Հենց որ տենց։ Իսկ այդ այկան երբ ստեղծեցիք։ Այկան այս 2012-ին ոնց որ դե գրանցեցինք, բայց բուն գործունեությունը 18-ին, եթե չասեմ 17-18-ին։ Այկան բացենք բացատրենք ինչ է, էլի։ Այ ես ներգրաված եմ եղել այ։ Գիտեմ դրա համար եմ ասում, կարաս դու փչացես։ Samsung-ը ավելի լավ կգացած։ Այկան բան է, հրեշտակ ներդրողների հայկական ակումբ, ճիշտ եմ։ Այո։ Հրեշտակ ներդրողները, այսինքն ներդրողները, որոնք ստարտափների մեջ ներդրում են անում, բայց մեծ գումարներով, այտենց 10,000-ից 200, 150 մեծ է։ Դե մինիմումն է, էլի, այտենց մեծ չի առանձնապես, բայց կան, ասենք թե մարդիկ ներդրում են արել ավելի մեծ տվեր։ Խոսացել ենք, բայց մի հատ է բան անենք, հրեշտակ ներդրողի ու venture capitalist-ի տարբերությունը։ Դե venture capitalist-ը ֆոնդերին է սովորաբար ասում, venture capital fund, դա ֆոնդերա վերցնում ես գումարը, ղեկավարում ես, որոշում ես ներդրում անել, չգիտեմ 20-30 ստարտափի մեջ, սովորաբար բանը տենց է։ Ու ներդրում ես անում sense վաղ փուլերում ստարտափների մեջ կամ չգիտեմ series A, pre-seed, seed, sense տարբեր փուլեր կա։ Հա, տարբեր փուլեր կա։ Հրեշտակ ներողները սովորաբար տենց վաղ փուլերում են այդ pre-seed, seed կոչեցյալը։ Ու իրանք այնտեղ անձնավորոշում, ստեղ ներդրում անեմ, թե ստեղ ներդրում անեմ, հրեշտակ ներողը, իսկ ֆոնդի միջոցով դու ես տալիս գումարը կառավարչին, ինքը որոշում է, որ դու пассив ես, իսկ հրեշտակ ներդրողը ինքը ակտիվ մասնակցում է։ Ակտիվ որոշում է, քննարկում է։ Որոշումն է կայացնում ինքը։ Delegate չի անում որոշումը պատվիրակում։ Այո։ Դե այնտեղ շատ ունեք տենց հրեշտակներ։ Դե մի 40, 45-50 հոգի, այնպես մոտավորապես թիվը։ Հա։ Կեսը երևի կեսից ավել ստեղից, այնպես մի 40%-ն էլ Սփյուռքից։ Այդ ինքը ինչ բարբերականությամբ են օրինակ մարդիկ հավաքվում են ինչ որ կոնկրետ հայտերի դեպքում մի մարդ արձագանքում։ Տենց մի 4 անգամ տարեկան pitching session-ա ներկայացումներ են արվում հիմնադիրներից, ստարտափների։ Մարդիկ գալիս են ֆիզիկապես կամ միանում են on-line, նայում են այդ իրենց pitch-երը, խոսում են հիմնադիրների հետ, հարցեր են տալիս, տեսնում են, ասենք, ինչ առաջընթաց կա, զարգանում, ասենք, շրջանառություն կա թե չկա, հիմնադիրները ինչքանով են ուժեղ, ինչ փորձ ունեն եւ այլն։ Այդ մի 4 անգամ արվում է, դիմում են, մի short list արվում է 5 ստարտափ, այդ իրանք ներկայացնում են, հետո արդեն քննարկումներն այստեղ սկսում ներողի ու այդ հիմնադիրների միջև պայմաններ, գնահատում ստարտափի մասնակցություն։ Իսկ դուք այդ ստարտափ սկսողներին ինչ որ դեպ օգնում եք, ուղղորդում եք։ Ես մի քիչ ավելի քիչ եմ այս բանին այգամ ներգրաված, Նարինա Գևորգյան տնօրենը, հենց վերջերս փոխեցինք, որտեվ ահավոր ծանր բանը ծանրաբեռնվածություն այգուֆայի ուղղությունով, բայց այնտեղ սովորաբար այդ իրանք ստանում ենք ներդրումներ բանը, հայտերը ու բանը էլի ընտրում ենք, չգիտեմ, 12 հատից 5 հատը։ Կա տարբերակ, որ այտենց due diligence-ել ենք արել, այսինքն ուսումնասիրել ենք ավելի մոտիկից այդ ստարտափի, չգիտեմ, տվերը, իրավաբանական մասը, շուկան, մրցակիցներ եւ այլն։ Բայց դուք իրանց ինչ-որ օժանդակության ծրագրեր ունեք, ոնց ստարտափից կամ իդեայից ոնց դառնա ստարտափ, որ ավելի շատ գանձերի մոտ։ Չէ, դա ավելի շատ ինկուբատորի, ակսելերատորի բանն է, տրամաբանությունն է, այդ մենք, ասենք, այգան չի արել, էլի։ Օրինակ բանն էլ չէ, crowdfunding ֆորմուլան էլ այդպես ինչ-որ հարթակներ ուներ, pre-launch սարքել են, չէ, որտեղ դու ինչ-որ քայլերով փորձում ես առաջ գալ, էլի։ Այստեղ մի քանի ինկուբատոր կա Հայաստանում, որոնք հենց ստարտափների հետ են աշխատում, բանն է, Hero House-ը մի հատ կա, մի հատ Epic-ն է, երկրորդը, Banana-ն էլ ինչ-որ պահին ուներ, հիմա կարող չգիտեմ, հա։ Այկան չէ, այտենց բան ակսելերատոր բան չկա, կարոջ չկա կողքը։ Իսկ շուտ մինիմում բան կա, ինչքանից է, ինչ ներումային մասը, էլի։ Մինիմալը 10,000 է կամ 5,000 է, այտենց 5,000-ից ցածր չէ, 5,000-ից պլյուս մի չգիտեմ, մի քանի 100,000-ը կարա լինի։ Այդ մասնակցությունը։ Թե այդքան տալիս եք ստարտափին։ Չէ, մենք այդ որոշումը ներողն է կայացնում։ Այդ բaragam որոշումը ներողն է կայացնում։ Հայկան հարթակա, որը կապում է այս երկու թևը իրար հետ, էլի։ Այսինքն կարա ստարտափը գա, իր գաղափարը ներկայացնի, պայմանական 10 հրեշտակ ներդրողներից 3-ը ասեն մենք տալիս ենք ինչ որ 5,000-ից սկսած գումար։ Այո։
Սովորաբար պրեզենտացիայի ժամանակ ստարտափը ներկայացնում ասում է այսքան valuation, ինձ հարկավոր է, չգիտեմ, valuation-ը 5 միլիոն է, օրինակ եմ ասում։ Ուզում եմ $500,000, այսինչ պրոյեկտի համար որ զարգացնենք բիզնեսը, ու ասում է 10%-ն է valuation-ը, հիմա քանի հոգի համաձայնվեց այդ գումարներ դնել, ուզեց դա անել, արդեն անհատական բանակցությունների միջոցով դա տեղի ունենում։ Հա, անցած տարի մոտավորապես ինչքան էր, մի 500-600 1000 ոնց որ թե այգայի միջոցով բանալից ներում արեց ներողների։ Այդ իմ մասն էլ է քաշվել թե չէ։ Այո։ Հա։ Նա։ Մենք դες տվերը չենք բացայտում ով ինչքան, բայց այդքան ընդհանուր, բայց մի 6 ստարտափ մեջ արվեց։ Դες մոտավորապես այդ տվերն են։ Okay։ Այ ասեմ, ես ինձ համարելով իսկ հարթակի դրանից ինչ էլի, հարթակը կոմիսիոն ունի, ինչ ունի։ Տենց բան է, ոնց է դրան անհատ մասնակցելու վճարը տարեկան, այնց $600, $800 առաջ տարի, $600 երկու հրեշտակներից գանձում եք։ Դե թա որ այդ բաները սեմինարները արվեն, ներկայացումները, հա։ Բայց ինքը տենց Չէ, շահույթ է դա բնող չէ, հկա է։ Ինչ ուզում ասել, ունենալով ինձ թվացial բավականին լուրջ փորձ ներդրումային, օրինակ այդ հրեշտակ լինելու փորձը ինձ համար իհարկե բան էր մեծ նորություն, լավ sense ասեմ։ Ու դա ինձ իրականում sense ես եւի ամբողջ կյանք փորձս ձեռք եմ բերել ոնց ասեմ գլուխս պատն տալով, որպեսզի ստանամ ինֆորմացիա, էլի ոչ թե ուրիշների փորձից ելնելով, ավելի լավ ուրիշների փորձից ելնելով դա անել, բոլորին ասեմ, շատ հետաքրքիր է թե օրինակ ինչպիսի պոտենցիալ խնդիրներ են առաջանում արդեն հետագայում այդ ներդրումների հետ կապված angel, այսինքն հրեշտակ ներդրողների համար։ Իսկ ներդրումից հետո ինչա տեղի ունենում, էլի կապ չունի ակումբը։ Չէ։ Հետո էլ է տարբերվում venture-ից, իսկ venture-ը ներդրեց, պետք է հետո զբաղվի, կառավարում, չգիտեմ։ Չէ, հրեշտակների դողները կարան բան անել, էլի օգտակար լինեն կապերով, ասենք թե ծանոթություններով, ասենք մարդիկ փորձում են։ Հա, բայց venture-ը սովորաբար գնում է խորհրդանստում, չէ, խորհրդում տեղավորվում։ Նայած, հա, բայց ինչ որ ձև մասնակցում է կառավարման, հա։ Կարա տենց լինի, վաղ փուլերում սովորաբար չէ, բայց ասենք եթե հետո series A-ա, B-ա, տենց այդ ժամանակ հա venture-ները կարող արդեն բան խորհրդում են մասնակցել։ Իսկ հրեշտակ ավելի անպաշտպան է, ճիշտ եմ հասկանում, իր ներդրման իմաստով էլի։ Արո ջան, ինձ թվում է դա կախված է թե ինչպեսի բանակցություն ես դու վարե ընկերության հետ։ Եթե դու MPC փայամասնակցություն ունես, որի ինքը բարձր է, դու կարող ես պահանջել։ Եթե դու 5000-ից տվե 10-20, ինչա դու տվեցիր։ Ոչ մի բան, մոռացար։ Այն 3F-ի մեջ է հայտնվում էլի, չէ։ Այո։ Friends, family fools, fools-ի մեջ է հայտնվում։ Չէ, դե մեկ կարաս ֆրենդը լինես։ Չէ, նայած հրեշտակներ կան, որոնք ասենք մի 200 հատ ստարտափ տեսել են ու չգիտեմ 20 հատի մեջ ներում արել են, այսինքն այդ մարդիկ մասնագիտացված ներողներ են էլի, իրանք այդ friends family-ն ու ասենք թե հողորս չգիտեմ ով կուրը կամ չգիտեմ ով որ չգիտեմ ինչ որ բիզնես ունի, բայց ստարտափների մեջ չկա, այդ երրորդ F-ն է, բայց շատ հրեշտակներ, ասենք թե բան են էլի, բավականին մասնագիտացված են, շատ ստարտափներ են տեսել։ Օրինակ մեր այգայի հրեշտակները մի 7 տարվա ընթացքում, այսինքն որ հաշվես այդ ներկայացումները 25 հատ արվել է, ամեն մեկի մեջ մի 150 հատ ստարտափ տեսել են, էլի ով մասնակցել է։ Դրանք ուրիշ տեղերել են, ենթադրում եմ մասնակցում տենց բաների։ Կամ մարդ, որ մասնակցում է, կամ մարդ, որ համահրեշտակական ֆոնդում է մասնակցում, այսինքն տարբեր բաներ են, էլի։ Նա մարդ կա, որ քիչ է փորձը, մարդ կա, որ շատ է ներում արել։ Իսկ այդ մարդու հետաքրքրությունը ինչու՞մ է, էլի։ Լատերե։ Չէ, ես չէ, այն տեսա եկամտաբերության պոտենցիալի տեսանկյունից։ Այսինքն դու եթե որներ են։ Նա հիմա դու հրեշտակ ես ունես թեվերը չերևում, բայց ասենք քո հետաքրքրությունը իմ հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ինչ որ նախնական ես տեսա բիզնեսում նախնական ես տեսա պոտենցիալ միլիարդանոց բիզնեսի հասկանում ես, որ դա կարող է լինել պոտենցիալ։ Հիմա ասեցի, օքեյ, հիմա ինձ համար սա որպես օպցիոն, այտենց կոչենք։
իմ ներդրումների ամբողջ ծավալի մեջ ինչ որ մի օպցիոն է, որը ցածր հավանականություն ունի, բայց եթե խփեց։ Հա, հենց այդ մոտեցումով էլ սովորաբար դե venture ֆոնդերն են աշխատում, թերաշտակ ներդրողները։ Այսինքն ունենց venture ֆոնդը պորտֆելը հավաքում, չէ՞, որոնցից դե հրաշտակներն են պորտֆելը։ Դենց էլ պետք է, հա, հրաշտակները կամ ընդհանրապես այդ ոլորտում ներդրողները պետք է պորտֆել հավաքես, որ ու դու ամեն մեկը այդ 20-30 հատի մեջ, որ VC-նա կամ venture ֆոնդը ներդրում անում կամ հրաշտակ ներդրողը, ամեն մեկը պետք է այդ միլիարդանոց պոտենցիալը լինի, որովհետև դու չգիտես որն է միլիարդանոց դառնալու, բայց այն որ դառավ, պետք է սաղ մինուսները, կորուստները փակի ու այդ միջինացված տոկոսը բանան է, էլի այդ 15-20%։ Բայց ոնց որ զուտ ֆինանսական կողմն է, կա այլ կողմ է հրեշտակի համար, էլի։ Դե շատ հրեշտակ ներդրողներ իրանք բան են, ձեռներեցներ են կամ ձեռներեցներ են եղել։ Քանի որ այդ շատ դժվար ճանապարհով անցնում են հիմնադիրները, այդ մարդիկ ինչ որ սիմպաթիա ունեն, էմպաթիա ունեն այդ մարդկանց հանդեպ, փորձում են աջակցել, որ այս մարդիկ, ասենք, ստեղծում են գլոբալ մրցունակ միջազգային առումով մրցունակ բիզնեսներ կամ նպատակը դա է ամենայնիվս։ Իսկ ինչ որ հետ վերադարձնելու պահ կա։ Հա, իհարկե։ Կա մի շատ լուրջ success story, չէ՞, այս վերջերս Easy Demark-ը։ Easy Demark, այո։ Ինչ է դա։ Բանա cyber security լուծումը email-ների համար phishing-ի դեմ, էլի։ Իրանք օրինակ ներդրողները, օրինակ մեր կողմից, բայց նաև ուրիշ տեղ ներդրողներ, ուրիշ հակումներից էլ մարդիկ մասնակցել են, տենց մի 3 տարվա ընթացքում չեմ կարծում այս թիվը confidential է, բայց մի 20 անգամ բազմապատկվել է գումարը 3 տարվա ընթացքում։ Այսինքն այդ մարդիկ ներում են արել 100, չգիտեմ, դրամ պայմանական 2000 հետ եկել 2 տարվա ընթացքում։ Ու այդ էլի է, այստեղ նպատակն է, ասենք, որ դու մի 20 հատի մեջ ներում անես, որ իրանցից մեկը լինի Easy Demark կամ Service Titan կամ Pixart, էլի։ Ինքը ծրագրային լուծում է, հա, Easy Demark-ը։ Հա, soft-ը։ Երևի այդ success story-ներն են, էլի, որ մարդկանց հուշում են, որ միգուցե այդ պորտֆելային մոտեցումը ճիշտ է, էլի, որտեղ դու ամեն անգամ չես կարա դարձով ճիշտ կրակես 20-ը։ Դե կարևորը հիմնադիրների բանն է, էլի, շատ կարևոր են հիմնադիրները։ Այսինքն ինչքանով են իրանք նվիրված, ինչքանով են գործանում, ինչքանով են։ Օրինակ ֆորմուլա VC կարենա, ասում ես գնում ենք այդները խմում ենք, որ իրանք բացվեն, տեսնենք մեջը ինչ կա հիմնադիրները։ Դուք ինչ եք իրար։ Ինքը ուզում էր, ինձ ավելի շատ ուզում էր ասել, որ անմիջական միջավայրում շփումը ավելի շատ ինֆորմացիա է տալիս մարդու մասին։ Մարդը պետք է հասկանա այդ ինքը ինչ որ անում է, ինչի է անում ու այդ դժվարությունները ինքը կանցնի, թե կասի, ասենք, չեմ կարա թողեցի, որովհետև դժվարություններ լինելու են ու ինքը պետք է այդ բիզնեսը շատ հավանական է, որ ինչ որ պահի փոխի ուղղությունը, որովհետև այս product-ը չի աշխատում, փոխում եմ, pivot-ում անում, գնում եմ ուրիշ տեղ։ Բայց պետք է հասկանաս այդ մարդը, որ այս բիզնեսը անում է, փողի համար է, ինքն passive-ի համար է, ինչ է ինքը մանկությունում ինչ է ապրել, որ այս որոշել է անի։ Այդ դրա համար ինչքան ժամանակ է պետք է հասկանալ։ Մի հատ pitch-ով ներկայացումով դժվար է այդքան։ Հա, իհարկե։ Դե նայած հոգեբան ունենաք նստի հետ։ Հոգեբանական մասը կարևոր է, հա։ Էլի կառույցը զուտ կազմակերպչական է, այսինքն հրեշտակներն են արդեն երևի այդ ժամանակը անհատապես անցկացնում ֆաունդերների հետ, հիմնադիրների հետ։ Հա, իհարկե։ Հրեշտակների մասին է խոսքը։ Դու որպես ներող պետք է շփվես այդ մարդկանց հետ, հասկանաս, այսինքն իրանք կանցնեն այդ ճանապարհը, թե չեն անցնի։ Ու ունակ են, ասենք, թե սովորելու, աճելու, որտեղ մարդը, ասենք, 5 տարվա ընթացքում պետք է տնօրեն դառնա 100 հոգի մարդ կառավարի։ Կարա այդ մարդը տենց բան անի, թե չի կարա։ Այսինքն շատ հարցեր կան։ Այդ հիմնադրի վրա շատ բան ա դրած։ Դժվար հարց է։ Շատ, նաև Եթե մարդը երբեք 100 հոգի չի կառավարի, ինչ իմանաս կկարողանա թե չի։ Դե կարելի է գնալ Easy Demark-ի տղեկին հարցնել, ոնց են իրանք արել, էլի։ Այնպես որ այտենց ես Քանի տարի այդ ակումբով զբաղվեցիր։ Դե ակտիվ տենց 18-ից մինչև 20, դες մինչև վերջերս, Այն խնդիրները որ դրել էիր, իրագործեցիր։ Դե դες համահիմնադիր խորհրդի անդամ եմ ավելի շատ, այս վերջի տարին էր որ տնօրեն էի, հետո դուրս եկա, այս անցած տարվա բաները թվերը բավական բարձր են, էլի, այդ որ հասցի 500-600, դա մի 6-7 անգամ ավել էր, քան նախորդ տարին, ոնց որ, բայց դա էլ առանձնապես տնօրենից այդքան կախված չի, ինչքան ներբան, հաշտակ ներդրողներից այլ, ինչքան իրանք
Բայց մեր հիմիկվա հայկական VC-ները, ֆոնդերը իրանք 20-30 միլիոնների են էլի արդեն Դե այս ոլորտը շատ ուժեղ ոլորտ է մեր մոտ։ Իրանք կարող է pre-seed չեն, իրանք որտեղ հեշտակները սովորաբար Չէ, Անչասի, ես նկատի ունեմ իմպակտի ազդեցության առումով էլի ինչ կանա Դե օրինակ ֆորմուլան, այսպես ասում էլի Հայաստանում որևէ այլտեղ միջազգային մասնագիտացված ներողներ փող չեն դնում, բացի հայկական ստարտափներից։ Ասենք մասնավոր սեկտորում։ Կարող է պարտատոմսեր առնեն JP Morgan-ը, չգիտեմ ինչա, բայց մասնավոր սեկտորում այսպես միջազգային մասնագիտացված հայերի հետ կապ չունեցող ներողներ ոչ միտեղ չեն դնում, բացի ստարտափներից։ Հիմա որ նայենք Formula VC ֆոնդը, այն թվերը, որ հանրայինն ասել են, իրանք աշխարհի մակարդակով Formula VC-ին, դե ինչ որ չափով նա Visi Mark-ի բանով top, չգիտեմ 10%-ում են աշխարհի մակարդակով իրանք եկամտաբերությամբ։ Այս 3-4 տարվա ընթացքում էս բանի պատճառով էլի։ Հենց որ լավ առաջ ենք էլի այս ոլորտում։ Հենց որ հենց հաջողության բաներ կան։ Ոնց ձևավորվեց կոմոդ այդ հաջորդ քայլը գնալ դեպի Equify։ Ինչ պահանջարկ դու տեսա։ Equify-ը բացած էլի, նորից բացած։ Equify-ը ներդրումային հարթակ է, որտեղ յուրաքանչյուրս դներս Equify հենց բառը Equity, մենք, we, Ufy, Shopify, Spotify, Finance։ Այդ 3 բառից բաղկացած բան է։ Այդ Spotify ունենք, այդ վերջի կտոր հասկացա։ Equity, wealth, բաժնետիրական կապիտալի մեջ, մենք ու wealth նաև։ Այդ 3 մասից է բաղկացած ու նպատակը այն է, որ բոլորս կարողանանք նույն ներդրումները անել, ինչ որ մասնագիտացված հրեշտակ ներդրողները կամ VC ֆոնդերը։ Այսինքն մենք հարթակում ունենք նույն ստարտափները, որտեղ VC ֆոնդերը կամ մասնագիտացած ինժեներները։ Ինչ equify.com, հա։ .com, հա։ Ինքը հենց հարթակն է։ Այսինքն ցանկացած մարդ կարող մտնի, կարդա։ Այո, ու ներդրում անի տենց 10,000-ից էլի։ Դու դրամից, 10,000 դրամից։ 2 հատ դեսերտի փող էլի։ Այդ են Patreon-ի բանն էլի, որ Arm Comedy-ն ասում է կապուչինո մի խմեք մեզ տվեք։ Դե ու նպատակը այն է, որ այստեղ Հայաստանի ես մի քիչ տնտեսագետ եմ, ինձ մոռանում եմ արդեն այդ մասերը, Հայաստանի կամ յուրաքանչյուր երկրի մակարդակով առանց տեխնոլոգիայի հեռանկարն ամանավանդ Հայաստանի համար դες դժվար է պատկերացնել տեխնոլոգիան, որ մեզ ինչ որ ապահով, անվտանգ, հարուստ կդարձնի։ Հիմա այս գործիքա տնտեսագետ եմ, այդ մասն էլ է հետաքրքիր, ասենք բիզնես սկուլ ավարտողները տնտեսագետ չեն, չէ՞։ Իմ բիզնես համասարանական իմ կրթությունը տնտեսագետի դիպլոմ է, բայց ամերիկյանին է MBA-ը, ու ես տենց առանձնապես տնտեսագետ չեմ համարում, էլի։ Կամ համարում եմ, որ տնտեսագետը մի քիչ ուրիշ բաներով է զբաղվում, ասես ես։ Բանը տնտեսագետի մասը HBS-ում որ MBA անում, այդտեղ տենց ուղղությունս մեկը investment management-ը, այս ներդրումային մասնագիտացված, մյուսը մակրոէկոնոմիկա։ Հետո որ վերադարձա Հայաստան ներդրումային մասը, որ անում էի, hedge fund-ի պես macro oriented էր։ Ու ասենք թե տենց, այդտեղ դու համատում ես երկրներ, համատում ես, չգիտեմ, տոկոսադրույքներ, բոնդեր, չգիտեմ, պարտատոմսեր, փոխարժեքներ եւ այլն։ Հիմա այդ մասով sense որ Հայաստանը նայում ես, դու մակրոէկոնոմիկայից ներդրումներ ոնց որ այդ կապն ես բանանում, դու առաջ էդ էր, չէ, այսինքն դու լավ ուրիշ փիլիսոփայության։ Չէ, ինչ դա էլ կա ուղղակի զուտ մակրոֆոնդերը մի քիչ ավելի իրանց ինստրումենտարիա, ասենց ասեմ, ավելի նեղա այն տեսանկյունից, որ ոնց որ Samsung-ը ասեց, դրանք սովորաբար պարտատոմսեր են, արժույթներ են, այսինքն շատ հսկայական ակտիվներ են։ Ես ինձ թույլ եմ տալիս նաև մի քիչ զբաղվել անհատական equity-ներով, բաներով, որոնք այդ կան մակրոյի հետ կապված չեն։ Իրանք միկրո կարան են այդ դեպքում։ Կանես քեզ։ Հա, հետո այդ edge-ը փակվեց, մակրոյի edge ֆոնդների edge-ը փակվեց, տենց 17-ին սկսեցի գիր գրել։ Հենց Հայաստանի ու այդ համատություններ Հայաստանը ինչ հարցեր ունի, ինչ նպատակներ հեռանկարներ կարող ունենա, ու այդ նպատակներին ու հեռանկարներին ոնց ենք հասնում։ Քանի տարի տևեց այդ գիրքը։ Այդ մի 3 տարի տևեց, տենց 17-ին ոնց որ դե սկսեցի, 19-ին հրապարակվեց, հա, ոնց որ 19-ի սկիզբ հրապարակվեց։ Իսկ ինչ եղավ դրա ճակատագիրը։
Դրա ճակատագիրը իմ բանը, ասենք թե անցնելու ու անել այն ինչ որ բան ես անում, էլի, ասենք թե գիրքը գրվեց, ասենք թե այն առումով, որ լավ տեխնոլոգիան մեր համար կրիտիկական է, ու ըստ դրա ես ինքս, ասենք, արիերայի բանով փոփոխություն տարա դեպի տեխնոլոգիաներ, նորարարություն, ստարտափներ։ Ճակատագիրը գրքի, գիրք գրելը շատ բան է, դժվար բան է, որտեվ դու այնտեղ ամեն ինչ, ինչ որ գրում ես, ասում ես, պետքա կամ թվերով, կամ թեորիաներով ստուգես։ Այդ գիրքն էլ, ասենք թե ոչ թե, ասենք թե Samsung-ի տեսակետներ բան, ինքս ու դեսնա ստատիստիկան 20-30 հատ երկիր, չէ, 30-40 հատ երկիր նայվել է ստատիստիկայով, համատվել է Հայաստանը որտեղ է, այս երկրները ինչ ճանապարհ են անցել, ինչ են արել, ոնց են արել։ Ու սա այդ տվյալները պետք է նայես, բանալես էլի։ Մի հարցը թեման գալիս էր քո ոնց որ բեքգրաունդից, որ մակրով ես զբաղվել, դրա մասին իր գիրք գրում, թե ինչ որ մի բանից։ Դե քանի որ Հայաստանում տենց Հայաստանում ներդրումներ չեր արվում այդ բանը, իմ գործունեության ուղղությունով, ասի լավ, մի հատ Հայաստանը վերցնեմ, համատեմ այս ամբողջ բանը, որ ստեղծել է գիտելիքը տվյալները, մի հատ համատեմ Հայաստանի հետ։ Ու այդ գիրքը ինձ դրա մասին էր, ոնց համատենք լավ Հայաստանի անցած ճանապարհը 25 տարին, տվյալներով ամենչով համատենք ու այլ երկրներ։ Որտեղ այդ գիրքը տարածվել է համասարներում։ Չէ, առանձնապես կա գրադարաններում կա, ինչ չեմ սխալվում, նույնիսկ կա բայի գրադարանում կա որոշ բանում, բայց տենց որ ասեմ շատ ջանքեր ներդրվում, որ տարածել, չէ, Amazon-ում կա։ Պոպուլարիզացիա չի արվել։ Չէ, Amazon-ում կա վաճառքների, տենց մի քանի էկզեմպլար մնացել է մոտս։ Դե ինչ որ պրեզենտացիաներ բաներ են, չէ։ Տենց չես մտածում։ Չէ, արդեն մի քանի տարի անցել է, այս բանին մենակ ստարտափներ նոր գիրք չես պատրաստում գրես։ Չէ, այն ինչ որ անում ենք այնքան ծանր է, որ ասենք այս արդեն ոչ մի բան չի մնացել ժամանակ։ Equify-ը այս բայդությամբ արդեն գործող արտակին։ Այսինքն տենց չենք, մեր բաները, արշավները հանրային կսկսենք տենց մի շաբաթից, երկու շաբաթից հետո, բայց հիմա սա գործող է, ու դա էլ եկամ այս ճանապարհը, որտեվ շատ նոր բան է, էլի։ Ինչ-որ հաղորդումների շարք ունեք, չէ՞ Equify-ի մասին։ YouTube-ով տենց վիդեոներ ենք դնում, բայց ավելի շատ LinkedIn-ով ենք ակտիվ, որ տարածենք այս ներդրումային մշակույթը, մարդիկ։ Ինչ գրագիտությունը, ինչ էլի տարածում։ Հա, ֆինանսական ավելի ունակության բարձրացում, որ մարդը դառնա ներդրող, այսինքն մեր մոտ սպառումը երկրի մակարդակով շատ բարձր է, ու մենք այս բանը առաքելություններից մեկը կազմակերպության, որ մենք շատերս դառնանք ու ուզենանք եւ դառնանք շատ ներդրողի դեպի խնայես որ ներդրես։ Մի վարքյան, ես ընդհատեմ։ Ինչքան է դեպոզիտները բանկային համակարգում։ 6.5 տրիլիոն կարծեմ։ Ահա, այդ ինչքան արեց 17 միլիարդ։ Խնայողացք չենք։ Ուղղակի մենք բանկ ենք, ուղղակի բարձ է, ուղղակի բանկ ենք տանում։ Samsung-ը առաջարկում է լուծում, ես տենց եմ հասկանում, որ ինչ որ մի մասը այդ գումարի մնալով Հայաստանում, օրինակ մեր մոտ որ բերում են, ինքը գնում է Ամերիկա, բայց մնալով Հայաստանում ու զարգացնելով հայկական տնտեսությունը, հայկական ստարտափեր են հարթակում, չէ՞։ Ահա։ Քանի է երկու հատ են հիմա այս բանը։ Մեր մոտ քիչ է լինելու, որովհետև որակի վրա ենք ավելի շատ ուղղություն վերցնում։ Այսինքն քիչ ստարտափ ձեր մոտ լինելու են կոնկրետ ստարտափներ, որոնց մեջ հնարավոր կլինի ներդրում կատարել։ Այդ մարդիկ ինչ որ մասը իրանց 10,000 դրամ է տիկետը ընդամենը։ 10,000 դրամով հələ որ ոչ մեկ ներդրում չի արել, բայց sense ասեմ, այդ շատ են խնայում թե քիչ, ես sense տվյալներ նայենք, մենք 150-րդ տեղում ենք խնայողությունների մակարդակով, էլի։ Այսինքն աշխարհում որ նայես ՀՆԱ-ի կտրվածքով, մեր մոտ ասենք 149-րդն էր։ Հիմա երբ մի 2 տարի առաջ։ Հա։ Ահա, ու ես ես որ ասում 149-ը, sense մի տարվա կտրվածքի 10 տարվա միջինացված։ Բայց մենք մի տրիլիոնի չափով էլ երևի այդ կենսաթոշակային ֆոնդեր ունենք, ճիշտ։ Իրանք շատ արագ են աճում ունեցվածքը, բայց էլի sense որ վերցնեն էլ այդ խնայողության ընդհանուր փուլը մեջ մտնում։ Բայց մեկա հետ ենք էլի։ Ու խնայողության մասը ինչի է կարևոր, խնայողություն դառնում է ներդրում է հեռանկար, քիչ ես խնայում, քիչ ներդրում, քիչ հեռանկար էլի։ Ու մյուս ուրիշ տևի ասենք եթե մենք այս VC-ների երեշտակ ներդրողների փողը վերցնենք բաժանենք ընդհանուր ֆինանսական համակարգով, դրա 0.06%-ն է գնում ստարտափ նորարարություն։ Հիմա եթե նայենք, չգիտեմ, ԱՄՆ,
Էստոնիա, Իսրայել, որ եթե ուզում ենք իսկապես ինչ որ առաջադիմություն ցույց տանք, կապակայի մեջ են։ անդեմ 30 անգամ ավելի շատ փող է գնում, էլի։ Նենց որ մեր մասով էլի քրիտիկական է ու մի բանը sense տվյալների կան, էլի, sense ուսումնասիրություն արվել, Ray Dalio-ի բանը տեսել ես չար բաները, գծապատկերները, որ ասում եմ 500 կամ 1000 պատմությունը նայել, երկրները ոնց են ուժեղանում, տեխնոլոգիա։ հա, առաջինը կրթություն, հետո տեխնոլոգիա, հետո չգիտեմ, ընդ բանակ է գալիս, հետո չգիտեմ, արձակցություն է գալիս, տնտեսական բոլոր մասերը, էլի։ Հիմա այս հարթակ միջոցով բոլորս կարանք այդ դրան նպաստենք, էլի, հույսներս չդնենք, չգիտեմ, 50 հոգի երեշտակներով, 100 հոգի երեշտակներով կամ չգիտեմ, 3 հատ կամ 5 հատ ֆոնդ, էլի։ Իսկ այն հարթակը հեշտացնում է այդ 10000 դրամ դնելը, չէ՞, որտեղ հա եթե ինչ-որ միտեղ պիտի գնաս մեծ պայմանագիր կնքես բանը, ամեն ինչ քեզ հետ մենակ այդ չի անում։ Իմ զուտ Samsung-ին ինձ ուղի եթե սխալ եմ։ Իրանց հարթակը թույլ է տալիս, որ դու էական ժամանակ ու մասնագիտական կարողություններ չծախսես, հասկանալ ուր ես ներդրում, որտեղ իրանք դա անում են։ Հա, մի հատ ոնց որ այդ ակումբով անցնում է, չէ՞։ Չէ, Equify-ով հարթակով անցնում։ Հարթակի կրիտերիաները սենց են, եթե ստարտափը պետք է կամ VC-ից փող ստացած լինի, կամ մասնագիտացած հրեշտակներով ստացած լինի, որ մենք իրան նույնիսկ բան անենք, էլի ուսումնասիրենք։ Հետո գալիս է, եթե այդ արդեն չափանիշները, բա IK-ում օրինակ այնպես բան չկար։ Ով ասես կարար դիմեր, հետո նայում ենք իհարկե։ Ստե պետք է արդեն մեծ ներողները մասնակցած լինեն, հետո մենք ենք նայում, հետո որոշում ենք դնենք թե չդնենք, դա հանձնաժողով արվում։ Այսինքն ստեղ ու մի հատ product կա, որ ինքը քեզ չի ասում, դա դիր ստեղ կամ դիրը ստեղ, ավելի շատ խրախուսում է, որ դու 20-30 հատի մեջ դնես, այդ portfolio քո համար ստեղծես ու շատ լավ portfolio-ային բան կա, էլի մեջը, քո edge ունես, ընդ ցույց է տալի շատ ռիսկ ես վերցնում, քիչ ռիսկ ես վերցնում, չգիտեմ, արծումը տեսած կա տես բան թե չէ։ Չեմ տեսել։ Որ ասում շատ ես ներդրում կամ պետք չի, հա, ասես բարոմետր կա, որ ինքը ցույց է տալի քո համատելով քո ունեցվածքի, քո եկամտի հետ, ասում շատ ես ներդրում անում, էլի, ստե պետք չի այդքան, կամ ասենք այնպես դիվերսիֆիկացիա։ Ոնց որ հա, շատ իսկապես շատ լավ բան է, գործիք է սարքված, ուղղակի իրավաբանական մասը Հայաստանում կարգավորումներ, ծանր է, դե առաջ ոնց պիոներ եք էլի առաջին հասնողը։ Մեր համար է հրապարակային ֆոնդ գրանցելը շատ դժվար էր։ Արծումը ինձ կհասկանա։ Դե արանը կա։ Գիտեք, կբի հետ կռվել է հեշտ։ Ես կբից բողոք չունեմ, զուտ այնա որ կա գրված օրենք, կա գրված կանոնակարգեր, դրանք բոլորը գրված են պատկերացումների վրա, երբ արդեն իրականության շատ դեպքերում իրականության հետ բախվում ես, կբնել է, ինքը ճկուն է, ես քեզ ասեմ, կբից որ ընդհանրապես բողոք չկա այս առումով։ Ինքը հասկանում են, լավ, ինչ ես ուզում անել, փորձում են այդ բավականին, դժվար բյուրոկրատական process-ները ինչ որ կարճ ժամանակում, որը մի քանի տարի հետևում սովորաբար դա մանր։ Ավանդաբար ԿԲ-ում եղել է ֆինանսական շուկան զարգացնելու ձգտում, ցանկություն, ռազմավարություն, այսինքն նոր բաները 2005-6 թվերից ինչ որ նոր բաներ արկել է։ Մոտեցումը եղել է, ԿԲ-ն ամփոփել է մեկ ռեգուլյատորը դարել ամբողջ շուկայի պատասխանատու, ոնց որ այդ ցանկությունը կա։ Բիզնես մոդելը ինչու՞մն է։ Ինչպես Equify-ը կարողանա ապրել։ Այնտեղ ներդրումային գանձում է միանգամյա, որը 8% է, որը VC-ների հետ որ համատես, VC ֆոնդերը վերցնում են 10 տարի 2%, մենք վերցնում ենք այդ 20%-ը դառնում մոտարապես, մենք վերցնում ենք մի անգամ 8%։ Այսինքն ներդրողը, որը որոշեց օրինակ 1 միլիոն դրամ ներդրում կատարի, 80000-ը դուք միանգամից գանձում եք։ Այո։ Հետո վերցնում ենք նաև բանը carry fee կամ performance fee կոչեցյալը, այսինքն հավելա աճի վրա, այսինքն 1 միլիոնը դառավ 10 միլիոն, 9 միլիոնի վրա 20% վերցնում ենք։ Հա։ Ու այդ շատ լավ բան է, ու այդ ստանդարտ երկուսն էլ առաջի գանձումը շուկայականից ցածր է կամ շուկայականի նույնն է, երկրորդ գանձումը շուկայականի պես է, այսինքն VC ֆոնդերը ինչ որ իրանք են անում, նույն բանը մենք ենք անում։ Բայց նաև դա ենթադրում է հետևյալը, եթե ներդրողը ներդրում կատարեց, իրանից գանձեցին 8%, իր հորիզոնը պետք է շատ երկար լինի, որովհետեւ իրան ձեռ տա այդ
որտեղ նոր դու ասում ես մնա ֆոնդերը գանձում են 2% տարեկան fixed, ճիշտ է, չէ՞։ Այսինքն առնվազն 4 տարվա հորիզոն պետք է ունենա, որովհետեւ դա իր համար որ արդարացված լինի կոնկրետ այդ գանձումը։ Այստեղ քանի որ եթե օրինակ ստարտափը, չգիտեմ, պայմանական ստարտափ 1-ից 1 ներդրում արեցինք, 100 ներդրում արեցինք 20-ական բազմապատկվեց դառավ 2000։ Այդ 8%-ը դրա մեջ այնքան փոքր թիվ է, որ այն 19.5, որ ինքը դառավ, ինքը շատ ավելի այդ դրա վրա է, էլի շեշտը, այլ ոչ թե 8%-ը այդ ոնց որ Որադի դու սկզբնականի վրա ես, այսինքն աճ կա, վիսին աճի վրա 2 վեցնում, իրականում 20-ի շատ է վեցնում, հա։ Չէ, ինքը վեցնում է 2% ներդրված գումարից, մենք վեցնում ենք ներդրված գումարից 8։ Հետո վերջում բայց ինքը revaluation չանում VC-ն, օրինակ, չգիտեմ, դու ներդրել ես X, հաջորդ տարի այդ X-ը դարել X + Y։ Ու հետո 2% դրա վրա, չէ՞, 2% հավաքած փողի վրա, փողի կառավարելու վրա։ Ու այդ 20%-ը որ վերջում ես վերցնում, այդ դրթում է քեզ, որ դու լավ ստարտափ դնես։ Մի վարքան 20% վերջում, այսինքն exit-ի ժամանակ է։ Այդ performance fee-ն, էլի, հա, exit-ի ժամանակ։ Performance-ը ձեր դեպքում հաշվարկվում է, երբ որ կոնկրետ exit տեղի ունեցավ։ Երբ որ մենք գումարը փոխանցում ենք հետ ներողը։ Որտեւ այդ ժամանակ արդեն այդ լիկվիդայնություն ձևակերպվում է, այդ դրանից մենք գանձում ենք այդ 20-ը։ Հիմա մեր նպատակը կամ որպես հարթակ ամենակարևորը, որ լավ ստարտափ լինի, եկամտաբերություն ձևավորվի, այդ 100-ից, չգիտեմ, 2000-ը կամ 3000-ը, որտեվ դա է ատեղա ստեղծում ավելի շատ արժեք մեր համար։ Այդ 8%-ները ավելի շատ որ դու սկզբից փողը բերես, քաշես։ Այսինքն այստեղ մոդելը նենց չէ, որ բերենք ինչ որ բան, լիքը փող մեջը լցնենք, 8% վերցնենք ու ասենք ինչ եղավ։ Այստեղ մեր համար կարևոր է, որտեղ բացի դրա, բացի բիզնես մոդելից, այսինքն ներդրողների ցանկը, ասենք թե իմ, ասենք նախկին ուսանողներն են, ասենք թե բարեկամներն են, մոտիկ մարդիկ են, ընկերներ են, ասենք հանրությունն է, էլի։ Մարդկանց աչքերի մեջ նայում ես ու պետքա, ասենք թե բան անես, էլի, ճիշտ բան անես, ճիշտ բան առաջարկես։ Իշտ է այդպես հարթակներ, թե ինչ որ դուրսը կան դուրս հարթակներ, ցենց, ու մենք մի 40 հատ նայել ենք։ Կան հարթակներ, որոնք ինչ ասես դնում են, ինչ որ բան ստացվում է, ինչ որ բան չի ստացվում։ Կան հարթակներ, որ շատ լավ են աշխատում, մենք այդ ամենալավ մոդելներից ենք վերցրել, որ լավ բան ես դնում քիչ ու տենց փորձում ես որ մարդիկ մասնակցեն դրա մեջ ու փող աշխատեն, էլի։ Եթե մարդը ներում անում է եկամտաբերություն չի գալիս, նպատակ չկա այս ամենը անելու։ Մեր բախտը բերել է, որ մենք լավ ստարտափների ցանկ ունենք կամ ստարտափների էկոհամակարգ ունենք։ Շատերը զանգում են, բականակ խոսանք, մենք այս երկրում ենք ուզում sense բան անենք, ասում ենք, եթե ուզում եք sense բան անենք, դուք պետքա լավ կազմակերպություններ ունենաք, որովհետև դու տանելու ես այդ բանը, առաջարկես ներդրողներին։ Լավ չլինի, ինքը փող աշխատելու ռիսկ եկամտաբերություն չլինի, ասա անիմաստ է այս բանը անելը։ Դու պետքա նայես քո ինդուստրիան, կա տենց ինչ որ ինդուստրիա, որ դու տանես 10։ Իսկ դեր ուղղվածությունը հենց տեքա, հա, տեխնիկական մեր ստարտափների էկոհամակարգը նրանով է լավ, որ այնտեղ ինքը շատ զարգացած է, էլի։ Ակսելերատորներ ունենք, ինկուբատորներ ունենք, հրեշտակ ներդրողներ ունենք, VC ֆոնդեր ունենք, տեխնոլոգիական շատ կամպանիաներ ունենք, որտեղ այդ էկոհամակարգում պատտվողների մեջից դուք մի հատ սերուցքը վերցնում եք, դնում եք ձեր պլատֆորմ, որ ինքը հասանելի լինի ավելի շատ մարդ։ Այս բանը մենք չունենանք, այս հարթակը երբեք չենք սարքի, որտեղ էլի մարդկանց աչքերի մեջ պետք է նայես, ասես սա լավ բան է, ներդրում արա։ Իսկ հիմա երկու հատ ունեք, հա։ Բայց գաղափարներ, որ մարդը մի 20-30 տեղ դինի չէ։ Այդ 20-30 տեղը էլի ունենք լավ համակարգ, լավ ստարտափներ, բայց իրանք անվերջ չեն։ Ու այս ցանկով որ նայում ենք որտեղ են միջազգային ներդրողները ներդրում արա հայկական ստարտափներում, ցանկը տենց մի 40 հատ է, հայկական VC-ները որտեղ են ներդրում արա, ցանկը մի 70 հատ է։ Հիմա մեր համար, եթե մենք նպատակը դնելն է մոտարապես 8 հատ տարեկան, 3 տարուց հետո դու կունենաս այդ 20-30 հատի ստարտափի պորտֆոլիո։ Ու իրա լավ այնա, որ դու մի անգամից չես տանում այդ 20 հատի մեջ ներդրում ես անում, որտեղ ընդ ժամանակի դիվերսիֆիկացիա էլ կա, էլի։ Ասենք 2 տարի առաջ սաղ տարենք փողերը ստարտափներ դնենք, հետո AI եկավ, հիմա B2B չի աշխատում։ Բայց երբ որ դու ժամանակի առումով ես նաև դիվերսիֆիկացիա անում, AI-ը կգա, սրա մեջ կդնես, հետո եթե չգիտեմ AI, general AI-ը կգա, նաև դրա մեջ ներդրում կանես, էլի, ասենք ինքը որպես գործիք, ասենք ահա որ լավ բան է, էլի, գործիք է, որովհետև դու համ լավ ներդրումների բան ցանկ ունես, համ է որպես գործիք ես մասնագիտացած ներդրողի գործիք է քեզ տալիս, նույնիսկ եթե դու մասնագիտացած ներդրող չես։
Բայց դուք բացատրում եք, չէ՞, ներդրողներին, որ կարող է լինեն հսկայական կորուստներ։ Հա, իհարկե։ Որովհետև դա ամբողջ ներդրումային ինստրումենտարիի մեջ ամենառիսկային բանը ակտիվներն են։ Ես որ, հա, այդ հաստատ։ Ու մենք որ ասում ենք ներդրողներին, դու ունես 100%-անոց 100 դրամ, մենակ 10 դրամի չափ կարա գնաս դրա մեջ։ Ես չեմ ուզում, ասենք տանձնապես, որ մարդը, ասենք 10 դրամից ավել 100 դրամից տանի ստարտափների մեջ ներդրում անի։ Լիկվիդայնության խնդիր կա, ռիսկայնության խնդիր կա, այդ մարդը պետք է հասկանա ինչ անում։ Բայց այդ 10 դրամը կարևոր է, որ գոնե ամեն մեկս մի 5 դրամ անենք պորտֆելի մակարդակով, էլի։ Ու նույնիսկ այն ասենք ամեն մի փող, որ գա Equify, դիտարկում է, բան, օքեյ, այս ներդրողից փող վերցեցինք։ Իրավաբանական ռիսկ կա, թե չէ։ Հայց կարա լինի, թե չի լինի, հասկանում է ինչ անում, չի հասկանում։ Եթե ինչ որ շեմա բարձր ներդրումի, նույնիսկ կարա զանգ լինի այդ մարդու հետ, ասենք դու ձայնագրված լինի, որ հետո հանգարց եթե էլի հայց լինի, մարդը հասկացել է, գիտի որ լիկվիդացիոն կարա կորսի, կարա sense։ Մեր համար շատ կարևոր է, որ մարդը գիտակցեն ինչ են անում։ 50,000 դրամի ներդրում անեմ, պետք է բան անեք։ Չէ։ Այդ շեմը տենց $1,000-ից կարա սկսի, էլի։ Իսկ դուք ինչ-որ նպատակային պորտֆել եւ քանակ ունեք, հա, պատկերացնում եք, այդ քանի հոգի մարդ պետք է օգտվի, ինչքան բոլորս թե Հայաստանում, թե Սփյուռքում գոնե մի քանի տոկոս մեր հնարավորությունների ներդրումների պետք է լինի սրա մեջ։ Իսկ մասսայական եք դրա։ Հա, որ մասսա։ Արտոնի փորձառությունը ուրիշ է։ Հա, լրիվ հակառակն է, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Դու ունես constraint, սահմանափակում։ Ինչքան էլ ուզենաս մասսայական դարձնես, ոնց որ նոր ասացի ստարտափների թիվը ֆինիտ է ինքը չափելի է, հա, ինքը անվերջ չի։ Չէ, իրանք ամեն տարի նոր ստարտափներ են հիմնում։ Չի, օքեյ, բայց ոնց որ դու ասեցիր 8 հատ ստարտափ ես բերելու, ամեն ստարտափը երևի այնց է լինելու, չգիտեմ, կարող է միլիոնից 3 միլիոն փող ուզի կամ 500,000-ից 5 միլիոն։ Ուրեմն ասել դա է բանը, ինչ որ կոնկրետ թիվ է։ Մեր մոտ հիմա խնդիրը անհնար կլինի այնքան հանրային դա դարձնել, այնքան փող է լինելու, որ ներում օրինակ մեր VC ֆոնդերը կամ այնքան փոքր են, ցավոք էս պահին, որ իրանք ասենք թե seed-ից կամ series A-ից հետո series A չեն անում, seed-ից հետո չեն անում, որտեղ փող չկա։ Որտեղ անում են մենակ միջազգային ներդրողները։ Այսինքն դու ասում ես դրա մասին, որ աճելու են ստարտափները, լինելու է սերիա A, սերիա B։ Այսինքն հիմա ամենացավալին են, որ ասենք այդ արժեքը որ ստեղծվում է, այսինքն service titan-ը օրինական Pixar-ը, pre-seed արեց, seed արեց, այդտեղ հայկական ներդրողները մասնակցեցին։ Դրանից հետո series A, B, C, D, այդտեղ հայկական գումար որևէ չկա կապիտալ։ Այնտեղ մեծ էր արդեն։ Հա, որտեղ արդեն այնքան փող է պետք, մեր մոտ այդ փողը չկա, ու այս արժեքը որ ստեղ է ստեղծվում, ոչ մեկ չի մասնակցում։ Այսինքն մենք մասնակցեցինք օրինակ մինչև 100 միլիոն valuation, օրինակ, բայց service տիտանը հիմա 10 միլիարդ է, 100 միլիոնից մինչև 10 միլիարդ մենք ամենառիսկային ժամանակում փուլում մասնակցել ենք ու ամենակիչ իրականում բանն ենք։ Ոչ ռիսկայինում, հա, այնց փող չկա հայկական էլի առանձնապես։ Այն դիմացի փողը կարող է մնացած լինի, բայց այնքան էլ ինչ-ինչ փող են էլի։ Այստեղ լիքը մարդ բավականին շատ փող է աշխատել service titan-ում, այնով որ սկզբից է ներդրում արել կամ Pixar-ում, հա, բայց այս ամբողջ ճանապարհում ոչ մենք ենք աշխատել, ոչ կենսաթոշակային ֆոնդերն են աշխատել, ոչ մեկ չի աշխատել։ Հիմա դուք ուզում եք այդ նիշը, այդ հատվածի մեջ մտնեք։ Դե այն պարագայում եթե գումարներ չէ, եթե այդքան գումար լինի, այսինքն այստեղ խնդիրը բան չի, ասենք ֆանալի ստարտափների խնդիր չի, այստեղ խնդիրը ավելի շատ ներդրողների այս պահանջարկի մասն է մեր համար։ Այդ ավելի մեծ խնդիր է։ Նույն բանն է, ինչ որ մենք ենք այս մասը պատկերացնում, նույն բանը ասի Formula V-ին կասի, Smart-Gate-ը կասի եւ այլն էլի։ Իսկ դուք մասնակցելու եք, եթե ասենք շատ փող եք հավաքելու, շատ փող է գնալու ստարտափներին, ինչ որ դեպի պետք է մասնակցեք, չէ՞։ Ղեկավարման, հա։ Օրինական։ Չէ, այստեղ пассив ներդրում է, նույնիսկ board-ում մասնակցություն չես պատկերացնում։ Ես ինչ եմ հարցնում, որովհետեւ դիցուկ ստարտափում կունենաս 7%, 10%, կա սահմանափակում։ Չէ, եթե ինչ որ պահի այդքան տոկոս ունենաք ստարտափում, որ իսկապես տենց խորհրդում մասնակցելու կարիք լինի, հա, բայց եթե, չգիտեմ, եթե հավաքենք 1 միլիոն ստարտափի բանը գնահատումը 100 միլիոն է, տենց մի 1%-անոց արժի։ Եթե 20 հավաքենք, հա, դա ակտուալ հարց կլինի։
Դա ստարտափին էլ է ձեռ տալի, որտեվ փողի հետ քիչ պարտավորություն է գալիս, էլի, այլապես սովորաբար ագին պարտավորություն է, էլի գալիս, էս պիտի անես, այն պիտի անես, էս պիտի վեստնես, էս հաշվետվությունը պիտի տաս։ Հա, admin-ը շատ է, հա, ասենք board-ը, բան խորհուրդ, administrasiան մասը։ Իրա պլյուսներն է կան իհարկե շատ, բայց թղթաբանություն, ադմինիստրացիա այդ շատ է գնում։ Այսինքն իրանք զբաղվեն product-ը սարքելով, զբաղվեն հաճախորդներով, թե զբաղվեն ներքին admin-ով, էլի, այսպես ասած։ Իսկ համասարանում ինչ կա։ Քանի տարի է դասավանդում ես Ամերիկայում։ 15-ից, այս վերջի մի քանի տարին բավականին նվազեցվել է, նաև գործի բերումով։ Շատ լավ է, շատ լավ երիտասարդություն ունենք։ Ոնց որ առաջ է գնում։ Քո առարկան բարդ է իրանց համար։ Ինչ ես դասավանդում։ Managerial Economics ամերիկյան համալսարանում, հա։ Պետք է բարդ լինի։ Մեջը ստատիստիկա արգին պետք է լինի, չէ՞։ Չէ, ես տենց չեմ ծանրաբերվում։ Սկզբից փորձեցի քվանտի տենց բաներ տալ, բայց ոնց որ դե տենց չգնահատվեց տնային աշխատանքները, MBA-ի շրջանակում որ քվանտիտատիվ ինչ-որ հարցեր բաներ լինեն, ավելի շատ բան, ասենց case method-ի վրա եմ, ված որ case-երը ստանում քննարկում ես, այդ մեկը ոնց որ դե լավ արդյունքները գալիս է։ Ես էլ եմ case-երով ֆինանս տալի։ Թե պարտադիր մասա դասին ոնց որ պետք է անենք։ Այդ տենց մի կուրս է մնացել Գառնանը, չգիտեմ, շաբաթ օրերներ 3 ժամ։ Ոնց որ տենց։ Հա, մեզ ոնց որ հա, նույն ժամերը։ Հիմա քո նպատակը Equify-ն է։ Հա, դե ուրիշ բան, այստեղ կարգավորումները շատ ծանր են, ծանոթ ես, շատ լավ բան ունենք, տեղեկատվական անվտանգության մասնագետ ունենք Սամվելը, որ շատ է օգնում, Մարտիրոսյան, չգիտեմ, ISO-նա, pen test-ը, հիմա փորձում ենք դենց անել, որ մաքսիմում ուշադրությունը գնա դեպի բաների, մարդիկ որ ճանաչեն էս ինչա։ Ու պլյուս տենց մի 5% գիտության ենք էլի տալու շահույթից։ Ինքը շահույթ է տապնող կազմակերպություն է, ոնց որ 5%։ Իսկ ով է ներդրում անում Equify-ի մեջ։ Equify սարքելու հենց բանը, բաժնետերերը։ Ձեր հրեշտակներով։ Մի քանի հոգի ունենք, շատերը բաներ են, ձեռներեցներ են, շատերին առաքելությունն է, ես կասեի բոլորին հետ առաքելությունն է շատ կարևոր, այն ինչ որ գաղափարը անում ենք։ Թե Հայաստանից են, թե Սփյուռքից են։ Սփյուռքում ավելի շատ Հայաստանում ավելի շատ եկամուտն է հետաքրքրում մարդկանց, Սփյուռքում ավելի շատ իրա տենց հա impact-ը, այսպես ասած։ Շատ զգացվում է։ Բայց դե ժամանակի հետ գումար եք էլի ծախսում, ժամանակ գումար եք ծախսում։ Հա, ինչեւ այդ սկսի ինչ որ մի բան դառնալ։ Հա։ Ու այդ կարգավորումներն է, բանել ֆիքսված ծախսեր են, էլի, ասենք ներքին օդիտա, արտաքին օդիտա, չգիտեմ, հաշվապահ, լիցենզավորված, այլ ինչ կա, ISO-ի սերտիֆիկատներ են, չգիտեմ, արտաքին ներդապաստման թեստեր են, ես իմ թեստերը ասենք շատ ու ամեն մեկ որ լսում եմ այն կազմակերպությունա, գինը դե բարձանում է, էլի մի այտենց մի 50% կամ 100, այնց որ հա, ծախսերը բարձր են։ Բայց թիմը փոքր է, փորձում ենք փոքր դմով բանում էր վրա էլի։ Ջանք։ Դու հիմա բացի Equify-ը դե դասեր ասեցիր քչացրել ես, այդ հիմնական քո։ Հա, չէ, ուրիշ բան ուղղակի չի ստացվի էլի, ասենք, շատ բան է, շատ է։ Կարանք ծախսերը բարձրացնենք, ասենց եկաթիմ հավաքենք, բայց փորձում ենք սկզբից հասնել ինչ որ մակարդակի, որ ոնց ասեմ, որ զորական մակարդակի, որ ծախսերը ինքնուրույն փակենք, հետո արդեն մտածենք մեծացնենք թե չմեծացնենք։ Իսկ տնտեսությանը հետևում ես էլի։ Հա, հայկական։ հա, դե իհարկե մեր բանը դրանից երևի խոսանք։ Օրինակ էս վերջի տարիներին մեծ աճեր կա էլի։ տնտեսական։ Հա, ինչ կարծիք ունես։ Դե հայկական տնտեսությունը տենց բավականին բևեռացված է շարունակում մնալ, ասենց կասեմ, դեպի սպառողական ու դեպի շինարարություն։ Ու այդ արտադրողական ներդրումային մասը մեր մոտ շարունակում է թույլ մնալ էլի։ Թե այն գիրքը գրելուց որ նայում եմ ստատիստիկան ոնց է ուրիշ տեղեր, կամ ասենք հետազոտությունների ես մասնակցում էլի թվերը էլի մի հատ էլ ստուգում, շատ բևեռացած է, սպառողական մասը շատ ուժեղ է։ Շատ է սպառում, քիչ փող է մնում, խնայես ներդրում անես։ Հենց արտադրության մասով քիչ է էլի։ Այդ ինչ թվում է հոգեբանական բահերել կա էլի մարդկանց մեջ։ Ներդրում անել նշանակում է մտածել երկար։ Իսկ
թոշակար մտածել չենք սիրում էլի։ Մենակ չսիրելը չէ, բայց օբյեկտիվ պատճառներ կան, մենք սովոր չենք վստահ լինել, որ չգիտեմ 20 տարի հետո ստեղ կլինենք, այստեղ չենք լինի այդ որոշակի։ Դե կարաս դու ներումը դուրս անես։ Դա էլ կա։ Կարաս ասենք ինչ որ բաժնետոմսեր կամ պարտատոմսեր համ դուրս անես։ Այդ շատանում է, ասենք։ Այդ էապես շատանում է։ Բայց այդ մարդիկ պետքա մի քիչ sense ու ոնց որ դե կա էլի, ասենք ինչ փոփոխություն կա, որ մարդիկ ուզում են ներող դառնալ։ Այդ տրենդը կա, ուզում են ինչ որ կապիտալ ստեղծեն։ Ու այդ հասանելիությունը փորձում են մենք է տալ էլի, որ մարդիկ մի քիչ համ ֆինանսական ավելի բան լինեն, ապահով լինեն, կապիտալ ստեղծեն, համ էլ sense վերացված աստեղ պետությունը, իժեն կառավարություն, կենտրոնական բանկ եւ այլն շուտ դեր ունեն, կարան ինչ որ ձեր դրա վրա ազդեն։ Բացի այն ինչ որ արել են, օրինակ նույն կենսաթոշակայինի գաղափարն էր, որ մարդկանցից զորով ներդրում կուտակ է, խնայողություն կա, խնայողություն կուտակ է, որտեղ մարդը, քանի երիտասարդը չի մտածում մի բան հետ շատ լավ բարը, ես կարծեմ ամենալավ բարեփոխումներից է, որ արվել է, ոնց որ այդ կենսաթոշակայինը շատ լավ բան է, որտեղ ինքը արդեն երկարաժամկետ ներդրում է, ուղղակի երկար, բայց կենսաթոշակայինի փողերը որ նայում ես ինչա լինում, դες մի 40% ավանդագնում, որը դառնում է սպառողական վարշինարարություն, հիպոթեք, մի 30% եթե չեմ սխալվում գնում է դեպի պետական պարտատոմսեր, մի 30%-ը գնում է դրսի արժեթղթեր, ու տենց իրա ոնց որ միտքը սկզբանը այդ էր, որ սկզբից խնայենք, կուտակենք, ընթացքում այդ փողի հետևից պետք է գան բիզնեսներ, որոնք պետք է գան հասնեն այն մակարդակի, որ ներդրում անելը այդտեղ ապահով լինի, քանի որ մեր կենսաթոշակառուների փողերն են։ Հիմա այդ կենսաթոշակայինի փողերի տենց 1% կամ 2%-ն է ռեալ մասնավոր սեկտորում հայկական։ Հենց որ հուսամ է կաճի ինչ որ բային, բայց տենց քաղաքականության առումով իհարկե բան այլի համ ֆիսկալը կա։ Բիզնեսը փոխվում է քո կարծիքով։ Հայաստանում։ Ну ասենք այդ քո ասած 1%-ը ինչ է, տելեկոմներն են քիչ տարել, առում քիչ, ну բանկերում ավանդաբար ավանդա դառնում։ Այդ չի ասի, բայց փոխվել նկատի ունեմ նույն մի քիչ հասունություն գա, այդ կորպորատիվ կառավարումը պետքա ներդրվի, որ նույն կենսաթոշակային ֆոնդը կարողանա մեր փողերը տանի դնի, որովհետև պարզ է ուզողները շատ են, բայց մյուս կողմից էլ հենց այդ փողը գնաց առաջի անգամ հետ չեկավ, բաները սկսել էլ մեր փողերը այսօր եք դնում։ Դե ռիսկեր կան իհարկե, բայց առաջընթաց կա, այսինքն Telcel-ը արեց, Team-ը արեց, TCF-ը պարտատոմսեր թողարկեց։ Բայց եկամտաբերությունը ֆոնդերի ինքան մեծ է, որ նույնիսկ եթե, չգիտեմ, 0.5% կամ 0.5% դնես ինչ որ գուցե ավելի ռիսկային կազմակերպության մեջ, այդ ընդհանուր եկամտաբերության մեջ տենց փոփոխություն չի տալի, որովհետև ինչքան է մի 10% աշխատում են տարեկան։ Մենք կարանք բոլորս չափազանց ռիսկային մոտեցում ունենանք ամեն ինչին, բայց ըստ դրա էլ այդ եթե ներում չանես, չի ստացվի էլի, հիմա այդ փողերը ինչ որ չափով պետք է հեռանկար ստեղծեն։ Այդ առումով էլ բավականին երկար փողեր են ու բայց այն որ միջազգային պրակտիկայում չկա, որ կենսաթոշակայինները ներդրում են կատարում ռիսկային ակտիվներում։ Կենսաթոշակայինները Սա ասենք Ամերիկայի կամ զարգացած երկրների կենսաթոշակային ֆոնդերը ամենամեծ ներդրողներն են VC ֆոնդերը։ Այսինքն Yale-ի բանը endowment կամ համալսարային ֆոնդերը, Yale-ի endowment-ը 20% private equity VC է, չէ՞։ Բայց կենսաթոշակային չէ, դա կենսաթոշակային ֆոնդ չէ, ակտիվների կառավարող է, որը մի քիչ կենսաթոշակայիններ։ Խոսքը գնում է օրինակ Ամերիկայի social security փողը հաստատ չի գնում ոչ մեր ռիսկային ակտիվների մեջ։ Դե social security-ն կարճաժամկետ է, բայց կենսաթոշակայինները ամենամեծ մասը VC փողերի դրսում զարգացած երկրներում կենսաթոշակայիններն են ու endowment-ներն են։ Կենսաթոշակային որ դու ասում ես, կարող է 401k-երի մասին ես խոսում։ Չէ, պարտադիր կուտակային կա կամավոր, չէ՞, կամավորները կարող է։ Դրա մասին է։ Լավ, ինչով է։ Կարանք ստուգենք, բայց ինձ միշտ թվացել է որ ավելի մեր բիզնես դաշտի հասունանալն ավելի գրագետ գործիքների եւ ռիսկերի կառավարման մեխանիզմներն էլի։ Ճիշտ ասած, հիմա այդ քո ասած դեպքերում ես տենց առանձնապես
կորպորատիվ կառավարման փոփոխություններ չեմ տեսել։ Իմասը փոքր են, բայց տենց ինչ-որ շատ հələ որ այդ կորպորատիվ կառավարումը մենակ բանկերում է մի քիչ որ բայց նույնիսկ այդ բaragայում բոլոր բանկերի թղթերը, որոնք շրջանառվում են բորսայում, մենք այդ խոսացել ենք դրա մասին, իրանք բուկվելուից ցածր են։ Այս բայդությամբ շրջանառվում։ Հա։ Ինչ գիտեմ։ Էապես բուկվելուից ցածր։ Ակբան 0.6-ա։ Ակբան, որը մենք երկու հատ բանկի վաճառք ունեցանք անցած տարի, որոնք էլի շրջաններում էին էլի private sale-ը, այսինքն ամերան որ ծախեցին ու HSBC-ին որ արշին արի։ Չգիտենք ինչն են հաշվում, տարբեր ենթադրություններ կարող լինի, բայց փաստացի գինը այդ օրինակ դա զուտ իմ կարճ խելքով կենսաթոշակայինների համար հետաքրքիր տեղ կարող լինի, որովհետև երկարաժամկետ տեսանկյունից դրանք շատ ցածր գին ունեն, undervalued կազմակերպություններ են, որոնք ունեն կորպորատիվ կառավարում։ Դե մյուս կողմից կարող է, չգիտեմ, այդ կրեդիտավորումը այնպես բարձր է գնահատվում, ոնց դրա ինչ որ դիսկաունտով է հաշվում 0.6-ը, որ 1 չէ։ Բայց քո ասացին, անդրադառնալով C կվադրատներ չէ, որ 1 միլիոն տարավ ֆոնդերից մեկ ֆորմուլայում։ Չէ, դուրսը շատ տարածված է, թե կենսաթոշակայիններն են ներում անում, թե ինդամենտները էլի, ասենք այդ համասարանային ֆոնդերը երկարաժամկետ։ Ու այդ իմ ասած ելը 20%-ը, 20%-ը գուցե շատ բարձր է, բայց մի 5%-ը պետքա որ բան լինի, էլի լրիվ օքեյ լինի։ Ես վերջերս նայում եմ այդ ինդամենտ ֆոնդերը, դե չեմ սխալվում, 60 հատ կար, որ 1 միլիարդից բարձր ակտիվներ ունեին կառավարվող։ Թոփում էլի Harvard-ն էր։ 50 քանի միլիարդ է, չէ, Harvard-ը։ 58-ը 9-էր։ Չեմ հիշում այդ։ Կարանք ասենք բոլորին, որ հասկանան, դա նշանակում է Harvard-ի դրամա գլուխ է։ Դրամա գլուխ։ Շրջանավարտներն են այդ գումարը կուտակել, բերել, տվել, հետ վերադարձրել նվիրատվություններն են։ Տարբեր նվիրատվություններ, որով ղեկավարում են, ներում են արում։ Դա ներդրում անում կառավարումը, ոնց որ կենսաթոշակային ֆոնդերը, եկած եկամուտը Լավ, բայց դու հիմա պատկերացնես, որ Հայաստանում Երևանի պետական համալսարանը ամերիկյանը ունի։ Ամերիկան ունի ինդաումենտ։ Հա, բայց էլի նախաձեռնություններ կան որ սարքեն։ Նաև պետականը, եթե չեմ սխալվում, ստեղի համասարները այդպես ոնց որ։ Այսինքն մեծահարուր շրջանավարտները պատրաստ կլինեն նվիրատվություններ անել այդ ինդաումենտին, որպեսզի ղեկավարն է։ Եվ ես մեծ հետաքրքրությամբ կլսեմ այդ կարքի success story-ներին։ Մի քիչ չեմ հավատում էլի դրա։ Չէ, նույնիսկ քննարկումն կար, եթե չեմ սխալվում ԿԲ-ի մասով, որ արդյոք պետք է նոր ինչ որ կարգավորում ստեղծվի, հենց տենց որ ֆոնդերը լինեն, որովհետև բան չկա էլի, օրենք չկա, կարգավորում չկա endowment տիպի ֆոնդերի համար։ Դες Տրամպի գալուց հետո սկսեցին հարկելու մասին խոսալ, չէ՞ որ դա նույն endowment-ները առանց հարկելու բանի եկամուտներ են աշխատում, կամ ցածր հարկերով։ Հա, դա այնտեղ չկա։ Դա քաղաքական խնդիր է, բայց հարկերը ցածր են։ Կարող նույնիսկ չհարկվել, եթե ոնց չբան։ Եթե not for profit սովորաբար չեն հարկվում։ Իրանք 501 501c3 այդպես բան կան դա իրանց մոտ շուտ կետ։ Լավ, ինչով է շատ մասնագիտական է։ Ներդրում են ֆոնդերից։ Ու անկախության տեսանկյունից համասարանի կարևոր է, որովհետև մի բանա որ համասարանը անընդհատ դոտացիայի վրա կլինի կառավարության, թե USAID, թե չգիտեմ։ Մենակ դա չէ, ինձ թվում է Իրենց ամերիկյանն էլ հիմա USAID ֆոնդերը փչացել են կամ կտրվել են մի մասը։ Իրանք փորձում են այդ նվիրատվությունների մասը ոնց որ ուժեղացնել, էլի fundraising-ը։ Ես կարծում եմ endowment ունենալը նաև կլինի ճնշում ընդհանուր ղեկավարությանը համասարանների տարբեր, որ ավելի էֆեկտիվ ու ավելի բարձր որակով կրթություն մատուցվի։ Եվս կլինի մի ինչ որ մի ուժ, որը օրինակ դրթելու է չպահել, չգիտեմ 77 տարեկան պրոֆեսորին, որը արդեն վաղուց այն ինչ որ դասավանդումը ոչ մեկին պետք չի։ Դե ենթադրաբար պետք է հոգաբարձությունների խորհուրդը ձևավորվի նաև այդ մեծ դոնորներից, հա, եթե մի հոգի այդ փողը տալիս ինքնատեղ պատվիրում երաժշտություն, եթե տարբեր տեղերից եկավ, ավելի պրոֆեսիոնալ հոգաբարձությունների խորհուրդ կլինի, ավելի
պրոֆեսիոնալ կրթական հարցերով կզբաղվի, ոչ թե քաղաքական հարցերով։ Մենք կարծում եմ ավելի հեշտ է այն մոդելը, ասենք մոդելը իրանց համար ավելի կհեշտանա, էլի, այսինքն ոչ թե ամեն տարի գնաց փող ուզես մարդկանցից, այլ ամեն տարի լի ուզելու է, բայց ոչ թե այդ տարվա սպառման համար, այլ ներդրումը մեծացնելու, որ դրանից եկած եկամուտը ավելի շատ բան թողան թույլ տանել։ Հա։ Մի անգամ հավաքես այդ տոկոսները։ Իհարկե բարդ է մեր մոտ, ինձ թվում է շրջանավարտներից մեծ փողեր բերել չի։ Նույնիսկ եթե շրջանավարտները մեծահարուստներ են, մեկ այդքան չի։ Վստահություն ու loyalty ինչ։ Ավանդույթը չկա նաև կարծում եմ, էլի։ Ամերիկայում էլ նես չի որ միշտ կար, չէ՞, ասենք այդ Carnegie, Vanderbilt, Rockefeller իրանք տենց ինչ-որ կյանքի մայրամուտին հասկացան, որ այդ փողը հետները չեն տանելու, ավելի լավ է երկրի համար մի բան անեն, ու ոչ բոլոր հարուստներն են տենց մտածում, բայց դուք դե Ամերիկա ավելի շատ եք ապրել տեսել, ինձ թվում է իրանց մոտ այդ կուլտուրան, այդ ավանդույթը կա։ Նաև օրենքներն էլ կան հարկային, որ որոշակի արտոնություններ են տալիս, բայց հետ տալը այդ կարևոր բան է։ Մշակութային հասունության բան է, էլի։ Դու մենակ չես վերցնում կյանքից, մենակ չես աշխատում։ Ես մեր մի քանի օր առաջ ավարտական բանի մեր ուսանողների, մեր գոլեգաներից մեկը ասեց, դուրսը մեկը ասում էր հասկանում ես, երբ ես հաջողության հասել, երբ որ դու սկսում ես վերադարձնել։ Giving back ես անում։ Հա, լավ խոսքեր, հա։ Ես պոզիտիվ բանի վրա ես առաջարկում եմ այսօր ավարտենք, շատ շնորհակալություն Սամսոն ջան, ինձ թվում է շատ հետաքրքիր, թեև մի քիչ մեր ունկնդիրների համար կարող է տեխնիկապես բարդ խոսակցություն է, բայց ամեն դեպքում մեր ընդհանուր ֆինանսական դաշտի տարբեր կողմերը, որ մենք քննարկում ենք, ոնց որ մի կարևոր տեղ լրացրեց այդ թվում եւ տեխնոլոգիապես առաջ նայող բանով էլի տեսանկյունով։ Հա, չէ, շատ լավ բան է, ու տենց մեր երկիրը բավականին առաջ է գցում, էլ ասենց ասեմ։ Հենց որ մի հատ դուք մտեք նայեք, հաստատ դուրն հետ կգա։ Շատ լավ, սիրելի ունկնդիրներ, շարունակեք մեզ նայել, եթե հավանում եք, ծեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք հաջորդ հաղորդումների ժամանակ։ Շնորհակալություն։